Անկոն Ջրյան, հնարավոր է, որ իշխանությունը հասկացել է, որ իր վարկանիշը բավական ցածր է եւ այս ներկուսակցական, դե դուք համարում եք ներկուսակցական, բայց ամեն դեպքում քաղաքացիներ գնում եք շփվում եք։ Հիմա դա արդեն ներկուսակցական չի, էլի ընդհանուր եթե երևույթին անդրադառնանք։ Հնարավոր է ձեր ցածր վարկանիշը ինչ որ տվյալներ ունեք, դրա համար եք որոշել, որ այս ձևով պետք է իրականացնել ներկուսակցական քարոզություն։ Ես նախ վարկանիշի եւ տվյալների մասին ես կարծում եմ, որ առաջիկայում կհրապարակվեն տվյալներ։ Ես ունեմ տվյալներ եւ հարցումներ եղել են եւ դուք կհամոզվեք, որ մենք որպես կառավարող ուժ մեզանից հաջորդ եկող ընդդիմադիր ուժերից մի քանի անգամ ավելի բարձր վարկանիշ ունենք, եթե մենք վարկանիշից ենք խոսում, դա մի քանի անգամ ավելի բարձր է, իսկ գնում ենք ոչ թե վարկանիշի մասին մտահոգվելով, գնում ենք, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից ընտրված կառավարող ուժ ենք եւ ես նորից եմ ասում, եթե այդ տրամաբանությամբ առաջնորդվենք, դուք պիտի ասեիք օրինակ, ինչա վարչապետը նախորդ տարի գնացել մարզեր, ինչա դրանից առաջ գնացել մարզեր, ինչի էր քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը մարզային այցեր անում, նույն մի քանի ամիս առաջ Տավուշ, Շիրակ, ինչի են գործադիրի ներկայացուցիչները գնում շփվում քաղաքացիների հետ, այսինքն այստեղ վարկանիշի տրամաբանությամբ մտածելը ես հասկանում եմ, որ քաղաքական հակառակորդները ցանկանում են այդ կերպ մեկնաբանել, բայց ոչ, այդպես չի, որովհետև մենք մեր ժողովրդի հետ մշտապես կապի մեջ ենք։ Տվյալներ ունեք, դուք ամերիկյան հարցումների մասին եք խոսում, որոնք որ կարծես թե չեք ուզում հրապարակել, ասում են թաքցնում եք, ինչն է։ Ես չգիտեմ, թե դուք որ հարցման մասին եք, դրանք հարցումներ են, որոնք որ կազմակերպված են, որոնց մասին որ տեղյակ են։ Կազմակերպված են անկախ ընկերությունների կողմից, մենք եթե շատ ուզենանք էլ չենք կարող որևէ մեկին արգելել իրենց իրականացրած հարցումները հրապարակել։ Ես կարծում եմ, ասել օրինակ, դա դերը ձեր ասելով բարձր է։ Մյուս ուժերը, առաջին ընդդիմադիր ուժը ո՞րն է, երկրորդը ո՞րն է, ըստ այդ հարցման։ Ըստ էության նոր ձևավորվող Ռուսաստանցի գործարարի այսպես ուժը ընդդիմության մեջ առաջ է անցել, Ռոբերտ Քոչյանի ուժը շատ դժվար բաների մեջ է, ուրեմն տվայտանքների մեջ է, որովհետև շատ մեծ է ռիսկը, որ ըստ այդ հարցումների շատ մեծ է ռիսկը, որ մնա նշաձողի տակ եւ չկարողանա անցնել խորհրդարան։ Օրինակ Հանրապետականը, որ հայտարարում է, որ հիմա իրանք սկսում են փողոցային պայքար, ինչի է դա հայտարարում Հանրապետականը, որովհետև շատ լավ գիտի, որ եթե մասնակցի, կարող է հազիվ 1% էլ չհավաքի եւ վերջնականապես խայտարակվելու, չխայտարակվելու համար իրանք որոշում են գնալ փողոցային պայքարի, հետո ասեն դե մենք դուրս եկանք, որպեսզի այս իշխանությունը փոխենք, բայց բռնատիրական ռեժիմը մեզ թույլ չտվեց եւ դրա համար մենք իմաստ չենք գտնում նաեւ հետագա պայքարին եւ այլն եւ այլն։